Եկեք ստուգենք մեր գիտելիքները։ Ինչ գիտենք նորածնի պորտի խնամքի մասին։ Պատասխանում եմ նեոնատոլոգի հարցերին։ Միջև որ երրորդ օրն է ընկնում առողջ նորածնի պորտի մնացորդը։ Ես կարծում եմ մինչև 1 ամսական։ Ոչ, առողջ հասուն նորածնի պորտի մնացորդը պետք է ընկնի միջև կյանքի 10-րդ օրը։ Կարելի է նորածնին լողացնել միջև պորտի մնացորդի ընկնելը։ Միանշանակ պետք է լողացնել, կարծում եմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս չլողացնել նորածնին միջև պորտի մնացորդի ընկնելը, սակայն չկա ապացուցահեն տվյալներ, որ լողացնելը նորածնին ինչ-որ վտանգներ է սպառնում, եւ մենք թույլ ենք տալիս լողացնել անգամ այն դեպքում, երբ որ պորտայի մնացորդը չի ընկել։ Ինչով կարելի է մշակել պորտը։ Ես կարծում եմ, որ պորտը ոչ մի հեղուկով մշակել պետք չէ։ Միանգամայն ճիշտ եք, ոչինչով մշակել պետք չէ եւ կարիքը չկա։ Ուզում եմ անպայման նշել, որ չօգտագործենք ջրածնի աստղածինը, բրիլյանտ կանաչը մշակման համար, միայն այն դեպքերում, երբ որ կեղևակալում է լինում եւ չենք կարող ուղղակի հեռացնել, կարող ենք 70%-անոց սպիրտով, թռչած քանզիվով ուղղակի մաքրել, բայց ոչ փորել։ Շնորհակալություն։ Իսկ դուք քանի հարցի ճիշտ պատասխանեցիք։